Hello. Բարի երեկո ձեզ։ Ինչպես եք, Գևորգ ջան, լավ եք։ Լավ, парքը տիրոջն շնորհակալություն դուք։ Մենք էլ ոչինչ, շնորհակալ եմ Գևորգ ջան, парք տիրոջը։ Գևորգ ջան, եւս մեկ անգամ ուզում եմ մեր լսարանին տեղեկացնել մեր հետևորդներին, որ բավականին հետաքրքիր զրույց է մեզ սպասվում այսօր, եւ նորից եւս մեկ անգամ ձեզ ներկայացնեմ մեր լսարանին։ Զրուցելու եմ Ավստրիայի սենատոր Սև Հովաս, ռազմահայրենասիրական կազմակերպության Եվրոպայի պատասխանատու, Հայ խաչակիրներ ազատագրական շարժման Ավստրիայի պատասխանատու Գևորգ Գրիգորյանի հետ։ Գևորգ ջան, բավականին աղմկահարույց մի հայտարարությամբ էիք հանդես եկել ժամեր առաջ, Facebook-յան ձեր էջում հայտարարություն էիք տարածել, ուր մասնավորապես նշված էր հետևյալի մասին։ Ուրեմն մեջբերեմ կոնկրետ այդ հայտարարությունը։ Արշակ Սրբազան, Միքայել Մինասյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան, ինչ ծառայություն եք մատուցել Վատիկանին եւ Մալթայի ուխտի ասպետներին, որ 4-ով 2 կենտրոնից նույն պարգևներին եք արժանացել։ Նախ ես կխնդրեի բացենք փակագծերը հենց այս առաջին հայտարարության հետ կապված, էլի բավականին ուշագրավ հայտարարություններ կան, ձեր ասելիքի մեջ մենք կանցնենք նաեւ մյուս հայտարարություններին եւս։ Շնորհակալություն Գայանե ջան, քանի որ մենք այսօր ունենք, ոնց հասկացա, հոգևորների հետ խոսելու, եթե մենք չխոսենք, ապա քարերը կխոսեն, ավելի լավ է որ մենք խոսենք ճշմարտությունը, քանզի որ մեր հայրենակիցները ոնց հասկանում են եւ դա միշտ ես արձագանքելու եմ, ունենք չիմացություն, իսկ չիմացությունով գնալ դժոխք եւ կորցնել հայ գենը դա ուղղակի կլինի մեր կողմից մեծ սխալ։ Դրա համար մենք բարձրաձայնում ենք եւ լինելով քրիստոնյա իմ Աստվածաշնչում Աստծո խոսքի մեջ գրված է 2 անգամ մի վախեցի եւ դրա համար մենք չենք վախենում եւ ճշմարտություն ենք բարձրաձայնում։ Այո, շատ ճիշտ եք նկատել իմ էջում գրված գրառումը կամ համապատասխան նկարներ, որ դեռ ժամանակը չի, եթե գա ժամանակը դա էլ մենք կբարձրաձայնենք կամ Ինչ նկարներ, Գևորգ ջան, փորձենք գոնե այսօր մի փոքրիկ նախաբան, եթե կարելի է, ինչ նկարների մասին է խոսքը գնում։ Դուք ասեցիք Արշակի Սրբազանի, Միքայելի, Սերժի եւ Նիկոլի մասին։ Ձեր հայտարարությունը մեջ բերեցի, այո։ Այո, ճիշտ եք ասել, հիմա նայեք հարցը ինչու՞ն է, որ ստեղ ումն է խափում, 10 միլիոնից ավել ժողովուրդ խափում են, հիմա այսօր մենք ունենք մի քանի եկեղեցականներ ձերբակալված մեկ բարի համար եւ այսօր մի քանի տարիներ առաջ տեսնում ենք Արշակ Սրբազան, Միքայելը եւ Սերժ Սարգսյանը իրար հետ ասպետացած եւ ստանում են ինչ ոնց որ գրած էր Վատիկանի եւ Մալտայի ուխտի ասպետի այդ շքանշանները, դա շատ թանկ հաճույք է, ինչ են դրա դեմած պարգևը եւ ինչ գործուներ Արշակ Սրբազանը այդ պարգևների հետ։ Ինչ գործուներ այս դեպքում կարող եք լուսավորել եւ մանրամասնել։ Ինչ գործուներ։ Ինչ որ մի եթե մեկը մի բան անում է, ինչ որ մի ծառայություն, անկախ լավ թե վատ, ունի իր գենը, ճիշտ է, իր արժեքը։ Այո։ Նշանակում է Սրբազանը լինելով ինչ որ մի արժեքի է, ինչ որ մի ծառայություն ինքը արել է, որ արժանացել է, ես սա իմ մեկնաբանությունն է, որովհետև այս թաթերաբեմի իմ համար արդեն պարզ է, թե ինչ է կատարվել։ Մենք գիտենք այդ անձնավորության տարբեր բնագավառության, ինչպես է նա կանանց հանդեպ, ինչպես է նա նարկոտիկի հանդեպ, օդից կախված լուրերը միշտ նրա մասին բացաձայնել են եւ մենք միշտ լսում ենք։ Խոսքը վերաբերում է Արշակ Սրբազանին, հա, նարկոտիկի հետ կապված, որ մեջ վերում եք։ Ես ունեցել եմ խոսակցություն հոգեվորական, լուրջ հոգեվորականների հետ։ Կներեք, որ չեմ կարող հիմա նրանց անունները տալ, նրանք հաստատել են դրա մասին, որ այդ անձը եղել է, նա ունեցել է էլի հարազատական ինչ-որ սեքսուալ խնդիրներ, ներվել, հենց դա էր ամենամեծ սխալը, ոնց հասկանում ենք հիմա։ Այսինքն թմրանյութերի տարածման մեջ է ներգրավված, թե թմրանյութեր է օգտագործում։ Տարածման մասին ես չեմ կարող ասել, չեմ կարող հաստատել, բայց որ ինքը օգտագործել է, դա ֆակտ է, որովհետև դա Այսինքն խոսքը մարիխուանայի մասին չէ, հա, Գևորգ ջան, ինչքանով որ հասկացա։
Թմրանյութը կշարք չունի, հիմա այսօր մարիխուանա, վաղը կոկային կամ մյուս օրը չգիտեմ քրիստակը քաշի, բայց հիմա որ ֆակտը կա եւ հոգեվորականները դա հաստատում են, դա մենք լսում ենք ամենտեղ, երկիրը փոքր է, մարդիկ տեսողությունից լավ են եւ տեսնում եւ լսում են, բայց հիմա հարցը ինչու՞մն է, սա ավելի քայքայիչ մի process է եղել տարիներ շարունակ, որ Արշակ Սրբազանը լինելով կաթողիկոսի շատ մոտ մարդ, իմ կարծիքով նա ունի շատ մեծ հավաքածու իր մոտ, որ հիմա փորձում է այդ կոմպրոմիսը օգտագործել կաթողիկոսի դեմ լրացնելով։ Ինչ կոմպրոմիս, Գևորգ ջան, որ այսքանը տիրապետում եք, դա էլ կիմանաք երևի։ Բացի Հիսուս Քրիստոսից չկա որևէ մեկը, որ անմեղ լինի։ Հասկանում եք։ Այո։ Կաթողիկոսը որը մարդ է նա։ Այդ կուսակրոնության թեման որ կա, դա Աստվածաշնչից դուրս է։ Չկա այդպիսի բան, դա իրենք են, մարդիկ են այդ ամեն ինչը ստեղծել եւ դրել իրենց դեմ օրենքներ, հետո ուխտ արել։ Ոչ մեկ չի կարող ինձ համոզել, որ կաթողիկոսը կամ այս ինչ որ գրված է տարբեր իրենց գրքերում որևէ կապ ունի Աստվածաշնչի հետ։ Ոչ։ Դա իրանց խորհուրդն է, դա այդպես որոշել, արդեն 2000 տարի, դա իրանց որոշում եւ իրենց ուխտն է եղել։ Դրա համար կան աստվածաշնչային խոսքեր, որը մենք կանրադառնանք ընթացքում, որ չարաչար այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, ինքը խափում է։ Ինչի համար, որովհետեւ ես նորից ասեցի, կա մի զանգված հայրենակիցների, որը ունեն չիմացություն։ Այ որ իմանան Աստծո խոսքը, Աստվածաշունչը, այդ իմաստությունը, այն ժամանակ ասեն մի րոպե, բայց դուք իրավունք չունեք դատելու։ Նայել է մարդ, նայել է մեղավոր, բայց ես չեմ ուզում արդարացնել կամ չարտարստեղ խնդիրը սրանց գործունեությունն է, որ այս մենք բոլորս գիտենք, որ Սերժը փորձել է այս ամեն ինչի հեղինակը Սերժ Սարգսյանն է։ Ինչի հեղինակը, Գևորգ ջան։ Մեր երկրի կործանման։ Այսօր ինչ որ մենք ապրում ենք։ Այս շախմատի ստեղծագործությունը, այս նորաստեղծագործությունը, որ եղել է, սա իրեն ձեռքի գործն է, որը մենք որ ապրում ենք, նույնի իր փեսու։ Հիմա նայեք, օդից կապված լուրեր նկատի ունեք Միքայել Մինասյանին։ Իհարկե։ Իհարկե։ Նայեք, Արշակը ինչ էր խոստացված նրան, որ քեզ կտան գահը, որտեվ երբ որ մենք Ով էր խոստացել, որ գահը կտա։ Որտեվ նկարի մեջ նայում ենք, կա Սերժ Սարգսյանը, կա Միքայելը, կա Արշակը։ Այո։ Այնտեղ իմ նկարը չէր, իրանց երեքի նկարը եւ պլյուս Նիկոլ Փաշինյանը, որ վերջնական իրականացնում է։ Այս թեման Գայնի ջան, շատ երկար դարերի թեմա է, 2000 տարի դեպական աշխարհը կանգնած էր շնորհքի քանդելու համար։ Դա մեր հավատքն էր շնորհքի։ Այստեղ մենք գործ ունենք շնորհք եւ օրենք։ Հիմա նայեք խնդիրը որն էր։ Բերելով Արշակին կաթողիկոս, բայց ինչ պատճառներով ամեն անգամ դա չէր ստացվում։ Հիմա նա ինչ արեցին իրենք, ես ձեռքով։ Երբ որ մեր դատախազ Վարդապետյան, եթե չեմ սխալվում, Աննա Վարդապետյանը այս խայտարագություն էսով նկարել, ումը բռնելու ենք հեսա դատենք, ես ուզում եմ Տիկին Վարդապետյանին ասեմ ով ակցել, Նիկոլ Փաշինյանը, որովհետև 6 ամիս առաջ, եթե չեմ սխալվում կամ 4 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից ինչ ասեց, կան հոգևորականներ, որ իրաց քեռու կնոջն են 1000 անգամ կներեք դոմփում, ճիշտ է, ասել է, դա բոլորս լսել ենք։ Այո։ Նայում ենք այս ինքնած նկարին, ում հետ է կանգնած, Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի հետ է կանգնած։ Հիմա Տիկին Վարդապետյան, ինչու եք ման գալի ուրիշ մարդու։ Բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը, նշանակում է նա իմացել է սրա մասին։ Հիմա գցելով Արշակին թուրը տալով, բայց նրանք փորձում են համ պատմությունը Արշակի ջնջեն, տես ինչ արին, բայց մի կողմից էլ փորձում են այս ամեն իրաց արած սարքածը գցել կաթողիկոսի գրբանը։ Այստեղ երկու շատ կարևոր հանգամանք պետք է մենք ուշադիր լինենք։ Հիմա, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այդ ուժը եւ օրենքը եւ աշխարհը թույլ չի տա, որ նա ուղղակի բեսպրիդել, իշկանենա բեսպրիդել այսօր եւ Սերժը եւ նրա թայֆը գնան կաթողիկոսը, որտեղ գիտեն ինչի գրասվել, նրանք փորձեցին այս ձև հայտարարելով, որտեղ նրանց հոգիները վաճառված են, նույնը Արշակի որպես
շագերտավոր հոգեբորականի, նրանք գնացին այս խայտարակությանը, որ Վարդապետյանը այս ամեն ինչը կապի կաթողիկոսի հետ։ Մենք դա շատ լավ ուսումնասիրում։ Իսկ ինչպես կարող ենք ապացուցել, որ այս ամենը հենց եղել է Նիկոլ Փաշինյանի կամ նրա իշխանության կամ նրա արբանյակների ձեռքի գործը, չնայած արբանյակների մասով ասելիք կա դեռ։ Չգիտեմ, քանի ամիս առաջ ով խոսեց ամբիոնից, ես թե Նիկոլ Փաշինյանը։ Դե առաջին կրակոցը ճակերտներում տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ ով քերին էր, ով քերակինն էր, այո։ Այո, նշանակում է տանձը իմացել է։ Իմանալուց հետո ցույց են տալիս ժողովրդին, բայ տեսեք, բավոր Նիկոլ, եթե դուք խաղ չեք խաղում, Արշակին ինչի չեք դատում։ Ինչի չեք պահանջում կաթողիկոսից, որ հեռացրեք։ Ինչու համար չեք անում դա։ Իսկ ինչու չեն անում ձեր կարծիքով։ Գցենք Արամ էր հոգեբորական Ստեփանյանին կաթողիկոսը դուրս չպրտեց, գնաց կանգնեց կողքը։ Որովհետև Արշակը իրենց անձներ, որը գործում էր այս ինֆորմացիայի ամենամոտ բազան Արշակի ձեռն էր։ Դա ինչի համար են մեդալները տալի։ Այդ ինչ աղոթքեր արել, որ Մալթայում եւ Հռոմում չկար այդ տեսակ աղոթող, որ հենց պետք է Արշակին տային Սերժի հետ կողքը կանգնած։ Խնդրում եմ, այսում եք խափում։ Մարդու խնդալ է գալի։ Համ լաց է գալի, ցավ ես ապրում, որ էսի քո երկրի հետ է կախված։ Համ էլ նայելով ասում ես, լավ Սերժ, դու կարող ես ամբողջին խափես, բայց դու չես կարող հայի գենին, այն գիտակից հային խափես, դա մի արեք։ Լավ, այս դեպքում եթե Միքայել Մինասյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի պրոտեժեն ըստ ձեզ Արշակ Սրբազաններ, ապա ինչու այսպես ասած փուրը տվեցին Արշակ Սրբազանին, նրա կնքահայրերը։ Քանի հասկացած ես, քանի որ մենք Սերժի ձեռացագիրը գիտենք, նա բարձրացնում է մեդալներով, հետո փուրն է տալիս։ Շախմատ է նորից խաղացել Սերժ Սարգսյանը։ Այո, ինքը փուրը տվեց, բայց մի պայմանով կգցենք կաթողիկոսի ջեբը, քեզ էլ կսրբացնենք, կմնաս դու մեր հոգեբորական որևէ մի անկյունում։ Դուք հավատում եք, որ իրականում դա հնարավոր բան է։ Կապրենք կտեսնենք, որ դա իրականա, դրա համար մենք բարձրաձայնում ենք, որ դա չիրականանա։ Հենց այս խնդիրը, որ մենք պետք է բարձրաձայնենք, որ մեր գիտակից հայրենակիցները հասկանան, որ սա այս խաղն է գնում, որտեղ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի տեսակ Իշքան էլ կաթողիկոսը իրեն սխալ պահած լինի, նա չունի այդ լծակն ու իրավունքը ըստ մայր օրենքի եւ հոգեվոր օրենքի մտնելու, նա լավ է պատկերացնում ամենածայրահեղությունը, նա պետքա Թուրքիայից կամ Ադրբեջանից օգնություն կանչի, որ հայկական շորերով կամ զինվորական շորերով գա եւ ջարդեն վերջնականորեն մեր հայրենակիցներին։ Ուրիշ տարբերակ չկա, բայց ինչի է տանում։ Հիշում եք, մենք ունենք մի հատ Այո, քաղաքապետ, երբ որ նա Մարության էր, չէ՞ ազգանուն, Հայկ Մարությանը։ Այո, սև ու սպիտակը հիշում ենք, չէ՞։ Շատ լավ։ Դա ուղղակի խոսք չէր։ Նայեք իրանք ինչ արեցին։ Փաշինյանը փորձում է ամեն անգամ հայերի իմունիտետը, որ պահին իմունիտետը ընկած է, նա քայլ է անում։ Տեսեք, խաղաղությունը ստորագրել։ Ես լինելով հայ, դեռ չգիտեմ ինչի դեմ է ստորագրել։ Ես չեմ տեսել այդ թուղթը։ Տես ասում է Ադրբեջանը բացում է սահմանը, արդեն մեքենաները գնում են։ Հաջորդ օրը առավոտ շուտ Փաշինյանն ասեց, ես էլ եմ բացում ճանապարհները։ Ինչի համար, ինչի sense վրազակ միանգամից սահման եք բացում։ Արդյոք հայրենակիցները դրանց պատրաստ են։ Արդյոք մենք պատրաստ ենք Արազապից սահմանից կամ Ադրբեջանից մեքենաները անցնեն եւ մեր հայրենակիցները հանգարց որևէ մի բան չանեն դրել։ Ինչի համար արագացրեցին։ Ինչ են տեղափոխելու։ Սրանք բոլորը հարցեր են։ Էս ինչ արագ ամեն ինչը ստացվում է։ Մենք պետք է դեռ լռենք։ Գևորգ ջան, ահա, շարունակեք։ Սև ու սպիտակի պատմությունը այստեղ շատ մեծ խորային խնդիր է առաջացել, որը շատերը ուղղակի նայում են, սա եկեղեցական չանգրթոցը ոչ։ Նա փորձեց եկեղեցին բաժանել, իր մոտ որոշ չափ չստացվեց, այսպես ասեմ, չստացվեց, բայց ինքը փորձում է հիմա երկրորդ բալնան տալու ժողովրդին հավաքելու։ Մի կողմից Վարդապետյանը փորձում է այս ամեն ինչը վկաներով սութա,
կոչկի կաթողիկոսին այս վիդեոները, մյուս կողմից Փաշինյանը փորձում է ձնագնդի պես հավաքել բազմություն, նրան բազմություն է պետք, ցույց տալով, որ ինքը համ դադավորածն է, համ Քրիստոս հարություն առած Քրիստոսի թագը նստած եւ որոշողն է, թե հայ ազգին կամ հայ կաթողիկոսին ինչպես կարելի է դատել։ Հիմա երկու ֆրոնտով նա աշխատում է օրենք եւ վերցրել է շնորհք այդ եկեղեցի կոչվածը, հա, եւ մասնատված վիճակ։ Հիմա նայեք, եթե հանգարց ես ելի եմ ասում, իրոք մեզ ազգովի պետք է ապաշխարենք եւ աղոթենք, եթե հանգարց նրան ստացվի, որ նա կաթողիկոսին կարողանա այս ձև հանի եւ կիսի մեր հայրենակիցներին ոնց որ կիսեց Սփյուռքը, ասեց ես ձեր ղեկավարը չեմ, ոնց ուզում եք ձեր հարցերը արդեն լուծեք, այստեղ շատ մեծ խնդիր ենք ունենալու այն հոգեվորականների հետ, որը ապրում են աշխարհում մեր եկեղեցիների հայ առաքելական։ Պատկերացնում եք այսօրվա սրբազանները եւ հոգեվորականները կանգնած են կաթողիկոսի կողքին։ Եթե այս տեսակ խայտարակ ձևով մուտիլովչիկությունը կարողանան իրենք սադրանքները Այո, եթե տանեն առաջ, դուք պատկերացնում եք, վաղը լինելու է երկրորդ կաթողիկոս, երկրի մեջ ունենալու են երկու կաթողիկոս։ Կաթողիկոս 1 ԱԱՑ-ի պատվալում, կաթողիկոս 2 Սերժան Նիկոլական։ Նա ինչը անելու։ Այսինքն Գարեգին բն գնալու է ուղիղ ԱԱՑ-ը, մեկուսարան։ Կներեք, Վարդապետյանում վրենա գործ կոշկելու։ Ամեն առավոտ զարթում ասում է վարչապետը ինքն ասում, իր խոսքերը ասում է գալու եմ։ Ուր է գնում։ Գնում է կաթողիկոսի դեպի։ Այստեղ ուզում եմ մեջ բերել, կներեք Գևորգ ջան, ուրեմն խորհրդարանում քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով այս թնջուկին արել է նման հայտարարություն, որ ՔՊ-ում միայն կաթողիկոսի հեռացման շուրջ երկխոսություն հնարավոր է, բայց մի հարցի շուրջ շեշտում է նա, որ վեհափարի հեռացման խնդիրը ասում են, որ եկեղեցու հետ կապ չունի, այլ կապ ունի կուսակրոնության ուխտը խախտած ամենայն հայոց կաթողիկոսի եւ մի քանի բարձրաստիճան հոգեվորականների հետ։ Այսինքն շեշտում են, որ կռիվը եկեղեցու դեմ չէ, այլ կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսի։ Դա ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում։ Ուրեմն Արթուր Հովհաննիսյանի եւ նրա նման մտածողների եւ նույնը Նիկոլ Փաշինյանի ես ուզում եմ ըստ Աստվածաշնչի շատ կարճ մի հատ շնորհքի խոսքից նոր կտակարանից խոսք ասել հռոմեացիներից ըստ գրքի հռոմեացիներից գրքի 14-ի 4-ը խոսում է Աստվածաշունչը, ոչ թե որևէ մեկը։ Դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես, իր տիրոջ համար է կանգնում կամ ընկնում, բայց կկանգնի, որովհետև Աստծուց կարող է կանգնեցնել նրան։ Դուք ով եք, որ ծառային դատում եք։ Ով եք դուք։ Խոսում է Աստվածաշունչը, այնտեղ կարող են կարդալ եբրայացիներից, կարող են կարդալ կորինթացիներից, կարող են շատ եղել, բայց այստեղ շատ կոնկրետ ասում է, դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես, իսկ տիրոջ համար է կանգնում եւ ընկնում։ Բայց ստացվում է, որ Արշակ Սրբազանին դատում ենք, Գևորգ ջան։ Հակած խաչը գցել են իրենց դոշերին եւ փորձում են դատել ու չեն մտածում, որ նրանք կանգնել են ամենամեծ դատաստանին։ Գևորգ ջան, իսկ Արշակ Սրբազանին կարելի է դատենք։ Մենք իրավունք ունենք դատելու։ Եթե ասում է, դե եղբայրը, եթե մեղ կա գործում, գնա եւ յուղով օծի, եթե նա քեզ չի լսի, գնա երկրորդ կամ երրորդ եղբորը վերցրու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, մենք խոսել ենք։ Մի մարդ, որը առաջին պիղծնա, սպանելով 5000 երեխաներին, 150,000 թողելով մեր հայրենակիցներին անտուն ուտեղ վաճառելով, գիրքը գրելով, որ ամենամեծ պորնոգրաֆիկ գիրքը գրողը կանգնում է եւ չիմանալով 4 երեխան իրենն են թե իրենը չեն դեռ, կանգնում է
Հասկանում եք, սա աբսուրդ է, Գրանե ջան։ Դե չներխուժենք Փաշինյանի անձնական տարած, Գևորգ ջան, այստեղ տեսեք, արդյոք տեսանյութի հրապարակումը նույն Արշակ Սրբազանի մասով, եթե իրականում դա աղերս ունի Արշակ Սրբազանի հետ, դեռևս այդ խնդիրի իրավական հարթության մեջ է եւ հանգուցալուծում պետք է տրվի։ Տեսանյութի հրապարակումը դուք լինելով քրիստոնեական արժեքներին դավանող հայի տեսակ, այդ տեսանյութի հրապարակումը բացի այն, որ խախտում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, որը երաշխավորված է Սահմանադրության 31-րդ հոդվածով, արդյոք կարելի է օրինակ անձնական կյանքը հանրայնացնել, հաշվի չառնելով դրա հետագա հարձակումները, մարդը կարող էր նաև ինչու՞ չէ դիմեր օրինակ ծայրահեղ քայլերի, վերջապես մենք մտել են մարդու անձնական տարած, կայ օրինակ նույն Աստվածաշնչում որևէ բան գրված չէ նաև Արշակ Սրբազանի համար, այդ տեսեք ասում եք, որ մեղավորին կարելի էր օծել, թող օծեին Արշակ Սրբազանին եւ դարձի բերեին օրինակ։ Շատ ճիշտ հղում եք անում, բայց եթե այդ հղումով գնանք, Այո։ այս կամ պատմությունը, այդ նույն թիտողները, ով արեց այս մեր երկրի, սրանք իրանց ձեռացագիրն է, բոլորը իրենց նույն ձեռացագիրն է։ Այն մարդկանց, որը երկիր վաճառեցին, այն մարդկանց, որոնք 5000 հոգու սպանեցին, այն մարդկանց, որ 150,000 եւ 55-ի այս ճանապարհը անունը խաղաղության ճանապարհ են բացել, սա իրենց ձեռացագիրն է։ Այ եթե լինեին հոգեվոր արժեք ունեցող մարդիկ եւ սխալվեն եւ այս անձին նկարահանեն, իհարկե դա շատ մեծ սխալ է։ Դա մեծ սխալ է։ Ուզում եք ասեք, որ դա ինչ-որ բանականություն կամ ինչ-որ ինտերնետով սարքած է, ես դրան համաձայն չեմ։ Դուք համոզված եք, որ իրականում նման բան եղել է, հա։ Նայեք, եթե այս անձնավորության նկարը չտեսնենք Սերժի հետ, մեդալներով, Ящիկը տակը դրած, Էշմիադինում նստած արավը խմելուց բիսեդկեքին ասելու, որ այս քաղաքը մերն է, հանդիպել տարբեր այս ժարգոններով խոսելու, գիտեք, հոգևորական այն ժամանակ է իմ համար հոգևորական, երբ որ նա հոգևոր գործեր առաջնորդում։ Գևորգ ջան, ես ձեր ասելիքի տողատակը հասկանում եմ։ Մի տվեցիք, որի այդ անձնավորությանը դուք շատ լավ ճանաչում եք։ Այս Արշակ Սրբազան ճակերտավոր կոչվածը, արեք մի բան ասեմ։ Հիշում եք 23 թվականին, որ Արտուրը Էշմիածինում խաչակիրներին հավաքեց 5000 խաչակիրներ հավաքվեցին դրոշներով ի պաշտպանություն եկեղեցում։ Հիշում եք դա։ Շատ լավ հիշում եմ այդ օրը, այո։ Դուք էլ լուսաբանել եք, տեսել եք բոլորս։ Վերջի պահին, երբ որ նրանք գալիս են 5000 ժողովուրդ, գալիս են կանգնում են կայանատեղին, եկեղեցու կողքը կայանատեղ կա մեծ, որ այնտեղ հավաք լինի եւ ի պաշտպանություն եկեղեցում։ Հիմա այնտեղ կար մեծ տելևիզոր բեմ սարքած, որ պետք է Արտուր Ասատրյանը խոսեր իր ժողովրդին, կապ հաստատեր, այո։ Կապ հաստատեր։ Ով անջատեց այդ կապերը եւ ասեց, «Էսի մեր պարկինգն է, այստեղ իրավունք չունեք կանգնելու»։ Արշակ Սրբազանի ձեռագիրն է դա։ Դավթի երկինքը։ Հիմա հարց։ Արշակ Սրբազան, եթե խաչակիրները եւ մնացած հայրենակիցները եկել էին օգնության, ի պաշտպանություն, ինչի համար կանգնեցիր, ասել էսի մեր պարկինգն է, այստեղ իրավունք չունեք, ոչ մի միտինգ, ոչ մի բան, թողել գնացեք ստեղից։ Բայց դա ոնց կմեկնաբանեք, Գրանե ջան։ Գևորգ ջան, կոնկրետ այդ օրվա իրադարձությունների հետ կապված, այդ մասով իհարկե մենք կարող ենք ամենատարբեր գնահատականները հնչեցնել եւ նաեւ պահանջել պատասխան։ Եկել են Արշակյանից, ասել են, Արշակն ասում է, քանդեք այս ամեն ինչը, գնացեք, այս մարդիկ քանդում են, ստիպված տանում դնում են մի ուրիշ որ պարոն Ասատրյանը ելույթ ունենա իր ժողովրդի հետ, ոնց կբացատրեք։ Գևորգ ջան, եթե որևէ հոգևոր այր, ինչի մասին հիմա դուք տեսեք մատնանշում եք, եթե հոգևոր դասի սպասավորը հակաքրիստոնեական, այսպես ասեմ, գործունեություն է ծավալում, թող գնա եւ գլուխը տա պատին Արշակ Սրբազանը, եթե օրինակ արել է այնպիսի մի քայլ, որը որ հակաժողովրդական է։ Եթե չէ, կներեք Գրանե ջան, ոչ թե եթե, ինքը շատ կոնկրետ դա արել է, դա մենք տեսել ենք,
դա մենք տեսել ենք եւ հավաքել ենք այդ ամեն ինչ այդ կաբելները այդ հեռուստացույցի այդ մեծ, հա, վերցրել տալ ենք մի ուրիշ տեղ, որ կարողանանք մեր եղբոր ձայնը լսելի լինի, որովհետեւ 5000 հոգի այսօր եկեղեցու կողքին հավաքելը մեկ դրոշի տակ, հետո դրոշները իջացրեք, այստեղ դրոշները բդիչում, ում ձեռացագիրներ։ Կոնկրետ այդ օրվա իրադարձությունների հետ կապված լիովին համաձայն եմ, որ դրան պետք է տրվեր իրավաչափ գնահատական եւ պատասխան։ Չէ, ուրիշ բան եմ ասում, Գևորգ ջան, լինելով քրիստոնյա, լինելով հայ տեսակ, ով դավանում է քրիստոնեական արժեքները, որքանով է ձեր կարծիքով հայերին, բոլոր հայերին եմ հարցս ուղում, կխնդրեմ ակտիվ լինել նաև քննարկումներում այս տեսանյութը հրապարակելուց հետո։ Մենք Արշակ Սրբազանի կերպարը, որպես այդպիսին, խնդրեմ վերլուծենք, որովհետև դուք էլի հայտարարություններ եք արել, որոնց ես հիմա նորից անդրադառնալու եմ, բայց որքանով է բարոյական, հոգևորականին վերաբերվել, հանրային դատաստանի, այսպես ասած, ցցի հանել, տեսանյութի հրապարակումը նաև, հա, ես արդեն ասեցի, այդ գաղտնիության իրավունքը խախտել։ Այդ հարցը տվեք Նիկոլ Փաշինյանը բոլորիցս շուտ է իմացել, նշանակում է նա գիտի ով արի, ինչի են ողջ դատեց այդ անողին, որ հիմա դրեց, թողեց, անել տվեց, ցույց տվեց, հետո ասեց, բայ, էսով արեց։ Լսեք։ Այսինքն մի ճշտում է ստեղ անեմ։ Հայ չլինի, որ չասնա 6 ամիս թե 4 ամիս առաջ այդ խնդրում եմ գտեք այդ նույն տեսանյութը, երբ որ հարց եք տալի Գևորգ Գրիգորյանի եւ մնացած մեր հայրենակիցներին շատ լավ եք անում, հարց տվեք նույնը Վարդապետ Տիկին Վարդապետյան։ Մենք կուղենք այդ հարցերը եւ Տիկին Վարդապետյանին եւ առիթի դեպքում Նիկոլ Փաշինյանին։ Վարդապետյանին հարց եմ տալի, որտեղ ընկե մուտք կանեք մանգալի։ Բայց երկրի վարչապետը, որտեղ նա վարչապետը չի, ձեր երկրի վարչապետը Տիկին Վարդապետյան բարձրագույն համար 1 ամբիոնից ասեց հոգևորականներ կան, որ իրանց քերու կնոջն են դոմփում։ Հենց ես գալիս եմ դրան, որ Գևորգ ջան, բարոյական չէ հոգևորականին վերաբերել հանրային դատաստանի ձևով առանց դատարանի եւ առանց ստուգված փաստերի։ Տեսեք, դուք ասում եք, որ այս նույն դատախազը հիմա պետք է առաջի գործ կազմի Փաշինյանի վրա, հետո դատի, որ ինչի բարձրաձայնեցին, եթե դու չունեիր քերուկնիկ, էլ քերուկնիկով կար։ Կներեք, ի՞նչ տարբերություն։ Եթե հիմա պետք է ասի, չէ, ես այս քերուկնոջ չէ, ես այն քերու, դա նույն իրավական խնդիր ունենք մենք, ուրեմն այն քերուկնոջն եք դուք նկարահանել։ Թող կոնվորոշվեն, որ քերուկնիկն է, հետո Վարդապետյանը գնալ, սուս-փուս գործ կոշկել, հետո ասել ժողովուրդ, տեսեք, ես ինչ մարդուն դատում են, որտեղ ես ինչ մարդին վանի մեջը բռնցնում են քերուկնոջ հետ։ Բայց ոչ թե տան, ասեն եւ թողեն, հետո ասեն վայ էսով արեց, հետո գնան այնտեղ մեղքերի թողություն ուրիշ վանքում մեղական։ Այսինքն առանց դատական վճռի, առանց դատարանի որոշման, առանց նախաքննության փուլի ավարտի եւ այլնի մենք փաստորեն ստացվում է բոլորս դատավոր ենք, բոլորս գնահատական տվող ենք, բոլորս վճիռ կարդացող ենք։ Ահա։ Դե առաջինը Նիկոլ Փաշինյանը նաև։ Դա մարդ, որը կարդում է իր գիրքը տղաներին տենում է օրգազմա ստանում, տնոջ թևի տակի մազերը տենում օրգազմա ստանում, երեխան երբ որ գալի իր կողքը պարկում է, չգիտեմ իր մտքերն է, ես ինչ ունում իր ասած խոսքերը, իր պորնոգրաֆիկ գրքի գիրքը երբ որ կարդում ես, մի մարդ լինելով պղծության մեջ եւ ստի եւ կեղտի եւ արյունի մեջ լինելով փորձում է ասել, որ կաթողիկոսը կին ունի պտի։ Ես նոր կարդացի Աստվածաշնչից, այնտեղ կան շատ տեղեր, որը գրված է նախ կաթողիկոս բառը Աստվածաշնչում չկա։ Եվ նույնը Պողոս Առաքյալը Կորինթացիների գրքում ասում է կույսերի համար ես բան չունեմ ասելու։ Եթե մարդը ուխտ արի եւ իր ուխտը քանդելը, քանի անգամ մենք մեր երթումն եւ ուխտը Աստծո առաջ քանդել 1000 անգամ, նույնը Նիկոլը, նույնը Վարդապետյանը, նույնը բոլորս։ Հիմա այս մարդը համ դատավոր է, համ վարչապետ է, համ երկնքի, չգիտեմ, երկրի հրեշտակների այդ գործն անում։ Այս մարդը վերցրել է իրան ամեն ինչ, սա աբսուրդ է, ու այս 10 միլիոնից ավել հայրենակիցներ չիմացությունով նստում լսում են սրա զարանցանքը։ Ինքն է ասել, Տիկին Վարդապետյան, եթե նա կլսի, ես գիտեմ, որ 100% նա լսելու է այս եթերը, ինքն է ասել, ինչ եք ընկե մուտեղը մուտ բարման գալի։ Սա սպառնալիք չէ, Գևորգ ջան, սա մահակ եւ սպառնալիք է։
Գներեք Արթուր Ասատրյանի ցույցը, ով հանգարեց, ով եկավ կապելները հանեց եւ ասաց այստեղ չէ կարելի ոչ բան։ Արեք մարդն եկել էր 5000 հոգի մարդը բերել էր հասցնել եկեղեցու պաշտպանության համար արշավ, որ համ քեզի պաշտպանին, համ քո քերու կնգան պաշտպանին, համ կաթողիկոսի եւ մնացած նորմալ մեր հոգեբորականներին։ Ինչ եք արել մարդու ելույթը անջատեց, իրացիացի մեր ավտոյի պարկինգն աստ իրավունք չունեք։ Հարցրեք այդ անձին։ Դե հիմա առավել բարդ մենք անպայման այդ հարցերը ուղղելու ենք, բայց առավել բարդ իրավիճակի հետ գործ ունենք, որովհետև այսօր այդ նույն քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանը ասել է, անդրադառնալով հոգևորականների կենցաղի եւ անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններին, ասաց, որ չի բացառվում, որ այլ տեղեկություններ եւս օրինակ հրապարակվեն փաստական, այլ հանգամանքներ տարբեր հոգևորականների հետ կապված։ Խնդրեմ, եւս մեկ փաստորեն սպառնալիք։ Նայեք, նորից եմ ասում, բոլորս մենք մեղավոր ենք։ Այդ սև շորը, երբ որ ինքը իր հակից անի եւ նորմալ ցիվիլ շոր հակնի եւ ճանապարհ դուրս կանա, չի տարբերվի ինձանից եւ քեզանից Գրանե ջան, ճիշտ է։ Ուղղակի այդ սև շորը երբ որ հակնում, նույնը ոստիկանը, երբ որ նա ոստիկանի շորերը հակնում, նա դառնում է բայ կորեկտ եկավ։ Բայց երբ որ նրան ցիվիլ դերն է, սոցիալ սախվեր է, ստամ ինգերես կամ որքուրի տղա, ոնց է։ Հիմա նայեք, իրանք փորձում են վախացնել։ Արշակին փորը տալով, որտեղ արշակին ասում են գեր, դուք մեդալները ստացել ես, բանի դրա դրա դիք ես փորը տանք, բայց քեզի միջև այս փորը չեն տա, կպահենք։ Մեր կաթողիկոսը նորը որ բերենք չստացվածը, որ բերենք մեր ուզած ձևով վերջնականորեն քանդենք այս երկիրը եւ այս սրբությունները, այդ արժեքները քանդենք, դու ինչ որ միտեղ դուք ունենասելի կասենք այս ռոբոտներ, դու չգեիր։ Ասում Իլոն Մասկ, դու ես լսածած գլեք այդ եւ առանց հանրային պախարակման կարելի էր Արշակ Սրբազանի հետ կուլիսներից այն կողմ օրինակ բանակցել, գալ պայմանավորվածության եւ այլն։ Այսինքն հանրային դաշտում մարդուն պախարակում են։ Սա մի քանի դրված կունի։ Դուք երևի լավ չեք տեսել այս վիդեոն նա ցույց է տալի, որ տեսեք հոգեբորականներ, ոնց լինի ձեզ էլ միտեղ բռնած կլինեն, գիտեք, չէ՞։ Մեկը սրա հետ, մեկը դեղ, մեկը խմիշք, մեկը պաբիրոս ծխել, մեկը տուրած կլնեք, նայեք, հա, ձեզ սաղին հասկնում եք, սա պետական բոլորիդ նկարած ունենք, հա, տեսաձայնագրած եւ նկարած ունենք, որը ցույց է տալի, որ հանձնվեք։ Ես ասում եմ, առողջ հոգեբորականներ, եթե դուք դաժե մեղք եք գործել, մի հանձնվեք, հեսա ես այդ վերջնախոսքը կասեմ, հա, ինչի համար չհանձնվեմ, ոչ թե որ ես կանգնած եմ այդ մեղքի եւ չմեղքի մեջտեղած, ոչ, չհանձնվեք ինչի համար, որովհետեւ ես նոր միտքը շարունակեմ, այստեղ մեծ խնդիր կա սփյուռքը, 770 գործող, եթե չեմ սխալ, մենք ունենք եկեղեցիներ, այդ հովիվները չեն գործելու, բերվելու են մի ուրիշ, եթե հիմա կաթողիկոսին տանում ենք բերդ, գործը կոշկվելու է դրա միաժամանակ եւ եթե մենք կաթողիկոսի եւ եկեղեցու մեր կողքը չկանգնենք, միաժամանակ դա լինելու է, բայց հիմա գալու է որևէ աբսուրդային կաթողիկոսը լինելով կաթողիկոս, սև ու սպիտակի են բերելու հասցնեն, դա սա է նշանակում։ Դուք ոնց եք պատկերացնում Սփյուռքում մնացած հովիվների եկեղեցականների աշխատանքը։ Վաղը ընտրված կաթողիկոսը, դրված կաթողիկոսը ուղարկում արդեն իր մարդկանց, նրանք այն մյուս հովիվների ինչ պետք է անեն։ Ու ժողովուրդը կիսվելու է սերժական, նիկոլական, պողոսական, ես պետրոսական էի, այդպես ձեզի պորնեբիցյան մեջ բռնեցին, ինչ է ուզածը Փաշինյանի։ Սարքել Բաբելոն, որի մասին մենք 5 տարի խոսել ենք։ Ինքը Բաբելոնն է սարքում։ Միայն Բաբելոնի դեպքում կարող է Հայաստանի Հանրապետությունը եւ գենը քանդել եւ եկեղեցին եւ այդ պորտալները Աստծո հետ։ Բայց հիմա վերջի խոսքը Գրանե ջան, ուզում եմ ասել, խնդրեմ, մեր կաթողիկոսին եւ 10000 ժողովրդին։ Հիմա նայեք, այս խոսքերը կհասնեն կաթողիկոսին, ես գիտեմ ոնց։ Մենք խոսում ենք մեկ շնորհքից, Հիսուս Քրիստոս եւ քրիստոնյա ազգ, մեկ օրենքից։ Իմ խորհուրդն է, իմ խոսքերը կհասնեն եւ սրանք նույն խոսքեր են կաթողիկոսին։ Սա մեծ փորձություն է, ցույց տալով վերջնականորեն աշխարհին եւ մնացած դեվական աշխարհին, որտեղ սատանան միայն կարող է անցյալով մարդուն ցավ տալ։ Սերժը վերցրել է անցյալը,
սիրելի կաթողիկոս, եւ փորձում է սատանայի վախի հոգով քեզ վախացնել։ Իմ խոսքը եւ խնդրանքը եւ պահանջը կաթողիկոսը պետք է մտնի շնորհքի մեջ։ Սատանան չի կարող շնորհքի մեջ գործել, նա օրենքի մեջ է գործում։ Կաթողիկոսը պետք է Տիրոջ առաջ ծնկի գա, ներողություն խնդրի եւ իր ազգի առաջ ներողություն խնդրի, գավազանը խփի եւ այդ օրը ինքը պետք է մտնի շնորհքի, փառքի եւ ապահովության մեջ։ Եթե ոչ, հիշեք այս խոսքերս։ Օրենքով կաթողիկոս քեզ տանելու են խայտարակ ձևով եւ խայտարակվելու է մեր 770 եկեղեցիները գործող։ Հիշեք այս խոսքերս Գրանե ջան։ Շնորհքի մեջ գոյություն չունի, որովհետև շնորհքը հենց այդ Հիսուս Քրիստոսի մեր հարություն արածի այրունը մաքրել է օրենքի բոլոր արած մեղքերը։ Սա է գաղտնիքը, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տեսակը եւ նրա հայրերը օգտագործում են սատանայի առաքյալները։ Սա է գործում, դրա համար կաթողիկոսը այսօր լռում է։ Ես շատ հոգևորականների երկու օր արդեն խոսում եմ Եվրոպայով եւ Ամերիկայով, բոլորը համաձայն են։ Ժամանակն է ցույց տալ շնորհքի երկիր կոչված Հայաստանը։ Այն ժամանակ Տերը կփառավորի եւ կօգնի եւ հավատացնում եմ դեպական աշխարհը չի կարող մտնել, հիշեք այս խոսքերս։ 14-ի 4-ը կարդացի, հավատում եմ, որ Աստված կկանգնեցնի։ Նայելա, մենք էլ էինք ընկած, երբ որ մենք կանգնեցինք Տիրոջ առաջ եւ ներողություն խնդրեցինք եւ մեր ազգի առաջ եւ մեր մնացած ունդեմ, որ մենք մեղք ենք գործել։ Ով է մարդը, որ Աստծո ստեղծածին դատի։ Չկա այդպիսինը, անես որ Նիկոլ Փաշինյան եւ մնացած դևական մտածելակերպ ունեցողներ, դուք օրենքի քարոզիչներ եք, դրա համար ինքը փորձում է ամեն օր Սաղմոս կարդալ։ Թող փորձի շնորհք խոսի, եթե ինքը ասում է սիրում եմ ձեզ եւ մնում է օրենքի մեջ, նա չի կարող։ Նա կոչվում է Պողոս Արաքյալի Պորնիկ կինը, որ երկու տղամարդ ունի։ Այդպես Աստվածաշունչը մեկնաբանում այս տեսակների համար։ Սա է իմ կոչը մեր հայ ազգին, նույնը մեր կաթողիկոսին։ Սա է միայն ելքը ապաշխարել ազգի առաջ, Աստծո առաջ, գավազանը խփել, ես հավատում եմ, որ այդ պահը կփառավորվի երկինքն ու երկիրը միաժամանակ, որտեղ Աստծո զազնիչը շնորհք։ Շնորհք եւ մեկը մյուսից ներողություն խնդրեն։ Ոչ թե առավոտ զարթնի սրտիկ ցույց տա, երեկոյան ասի, ես քեզ բռնել եմ, դոփեմ։ Ասենք, ես ումն ես խափում Նիկոլ։ Չիմացողներին։ Մասսա, որը կոչվում է ամբող, իսկ հայի գենը ամբողին չի միանա։ Հայի գենը շնորհքի գենն է Գրանե ջան։ Սա է իմ խոսքը վերջի եւ հուսով եմ, որ կաթողիկոսը դա կլսա, ես չեմ որ իմ պետք է Աստծո խոսքը սովորեցնեմ, բայց եթե ես լռեմ, քարերը կխոսեն իր համար։ Մեր երկիրը պետք է կանգնի շնորհքի առջև, ոչ թե օրենքի։ Օրենքն է հիմա աշխատում, դրա համար վախեցել է, դրա համար լռում է։ Դուս եկեք ես օրենքի պոռնիկության բոլոր խաղերից։ Կաթողիկոսը վախեր ունի, Գևորգ ջան, հստակ ձեր կարծիքով։ Այո։ Դե պատճառներ կան այդ վախերի համար էլ, կարծում եմ դա բոլորս ենք հասկանում։ Ինքը օրենքից պետք է դուրս գա։ Ինքը ինձ շատերը կարող է հիմա ինձ չհասկանան, բայց ինքը շատ ճիշտ հասկանում է ինձ դետալ առ դետալ, ինքը պետք է դուրս գա օրենքից։ Դուրս պետք է գա, եթե չգա կմնա տակը։ Ու իրա մնալով ինքը տանում է 15 միլիոն հայի ճակատագիր, որը պատասխանատար է երկնքում։ Ինքը պետք է դուրս գա։ Գևորգ ջան, ինձ հասկանում է։
Շատ հետաքրքիր էր ձեր խոսքը, չեմ ժխտում։ Ես էլի հարցեր ունեմ ձեր երեկվա հայտարարության հետ կապված, բայց ես նաև մի ճշտում էլ էստեղ ուզում եմ ձեզ հետ անել, տեսեք, ինչ կարծիք ունեք նաև այն տելեգրամյան ալիքների հետ կապված, եթե չեմ սխալվում, ինչ որ Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքներ հրապարակել այդ խայտարակ տեսանյութը Արշակ Սրբազանի, այսպես պայմանականորեն ասենք, եւ նրա քերակնոջ հետ կապված, արդյոք մեդիան պետք է օգտագործել գործիք, հա, չի կարելի այդ ալիքները համարել մեդիա գործիք, բայց հարցով տա, որտեղ դուք այնքան պրոֆեսիոնալ անձ եք իմ համար, շնորհակալ եմ ձեզ։ Միքայել Մինասյանին քանի տելևիզիա ունի։ Դե իր անվան հետ բավականին այսպես մեդիաներ տարիների ընթացքում շատ մեդիաներ են։ Հարցով ինձ թվում է պատասխանվեց։ Ինչ ենք սալմանում։ Ձեր հայտարարությանը լավ անդրադառնանք։ Ռևազը բռնեց, Ռևազը մորթեց, Ռևազն էլ կերավ, ոչ մեկ էլ մեղավոր մի մանիկ եք։ Գևորգ ջան, դուք ես շատ կարևոր հարցի եք պատասխանել իմ համար։ Ուղղակի այդ ռևազների մեջ ուրիշ այլ ռևազների ականջներ եմ տեսնում, բայց լավ, անցնենք ձեր Բայց Ռևազը խոսում էր իրանից, ինքը խոսում էր, ինքը վանի մեջ նստած խոսում էր մի Ռևազից, բայց իրականում այնտեղ շատ Ռևազներ կային, բայց հիմա հասկանում ենք։ Ես հասկացա ձեզ։ Մի քանի արդեն հերոստացից եւ մեծ գումարներ եւ մեծ մեդիա դաշտ, որը սնվում են, ինչի՞ց ենք խոսում։ Ուրեմն 5000-ի սպանեցին, միլիարդավոր դոլարով վաճառեցին մեր երկիրը։ Մենք հասկացանք, թե նաև ինչ այլ ռևազներ կան, որ կարող են օրինակ կապեր ունենալ Միքայել Մինասյանի հետ, դա հետագայի արդեն հարց է, բայց այստեղ շատ հետաքրքիր չերևացող Գայանե ջան, որ 5000 երեխու այո սպանեցինք, այսքան շուխուր չեղավ այդ մեդիա դաշտերը, բա ուր էին։ 30% մեր երկիրը հանձնեցինք, մեր սուրբ երկիրը հանձնեցինք օտարին խաղաղության անվան դիմաց, ոչ մի մեդիա դաշտ Գևորգ ջան, այստեղ ուզում եմ նշել, որ անհատներ, շատ անուններ, շատ լրագրողներ, շատ խմբագիրներ, շատ բլոգերներ, շատ այլ անձինք, ձեզանից սկսած նաև նկատի ունեմ հասարակական սեկտորում ակտիվ գործունեություն ծավալող անձ, շատ ու շատ անհատներ, նաև մեդիա դաշտում, ինչու՞ չէ նաև լրատվականներ, պիտի ասեմ, որ նրանք եղել են պայքարի ակունքներում եւ կան, գուցե նրանց թիվը շատերի համեմատ քիչ է, բայց պայքարող մարդիկ եղել են կան, այստեղ ուզում եմ հստակ, որ գիծը մենք գծենք, հա, որ այսօր էլ մենք Փառք Աստծո ունենք պայքարող սերունդ։ Որից մեկը մեր հարգարժան Արտուր Ասատրյանը, որ 5000 հոգի բերեց, հասցրեց Էշմիածինը պաշտպանության համար եւ այս տեսակ Սրբազան կոչվածը ասաց սա մեր պարկինգն է, գնացեք ստեղից, ոչ մի մեդիա, ոչ մի Դե պարկինգային քաղաքականության արդյունքն էլ ցավոք սրտի մենք տեսանք, թե ինչով է ավարտվում այս պարկինգային մտածողությունը։ Մենք ունենք Հայգենը, Յան ազգանունը եւ Հայգենը, դրանք տարբեր հասկացություններ են։ Ես որ միշտ շեշտում եմ, ես մենակ չեմ, ես նրանցից մեկն եմ։ Գալու է օրը, սա զտման ժամանակ է, սա զտում է, դրա համար ես կաթողիկոս ինձ կհասկանայինք փոչը եւ բոլորս միասին, երբ որ մնանք շնորհքի ապահովության մեջ, հավատացնում եմ ձեզ, սա չի կարող մնալ։ Այն բախ թողալ, ասում է Աստվածաշունչն ասում է ինչ ցանես, նա կհանձես, ճիշտ է։ Դա հին խոսք է։ Միանշանակ։ Մեզ ասել, բայց Աստվածաշունչից է դա, հա։ Նայեք, այն ինչ որ ցանում է, ցանել է այդ մարդը, քթերը քաշած, ящիկը նստած, վիսկին խմելով, սրա նրա հետ խոսելով, ասում են քերոկին, եղբոր հարս, ամեն ինչ ասում են, ժողովուրդը ասում է, չկա մուխ, չկա կրակ, եթե ինչի ուրիշի մասին չեն ասում դրա, ինչի այնքան հոգեվորականներ կան։ Դե ազգովի խայտարակ եղանք, ով քերոկինն է, ով որպես այս ցև, գիտես, երբ որ մարդիկ հոգին բաճավ, իր համար հավատացնում եմ, արշակի համար սա ոչ մի բան է, սա գին է։ Գինը տվել է այն մեդալը, որ կախում են, տեսել եք, չէ՞, նկարը։ Այո։ Այս գին, ինչ եք զարմանում։ Ախր մենք Դուք հավատում եք, որ դա իրականում այդ տեսանյութի մեջ Արշակ Սրբազանն է եղել, Գևորգ ջան։ Ես գիտեք, ես մի քիչ հինոսկոր եմ, ես այդ բանականության, այդ ինտերնետային, ես
Լավ է, որ այս բանականությունն էլ արհեստական դարձավ ակտուալ, գիտեք այլապես ասակեցին, որ երբ պետք լինի քաղաքական գործիչներին, սա թողել են իրենց համար կրուտիտիկները գերուագի ապաստանի վայր է, ապաստանի վայր։ Այո, դա դրա համար արեցին, որ ասեն, գիտեք, ես չեմ։ Շատ հայ, ես չեմ։ Այն քերուկնիկը չես ու ես չեմ։ Հարևանի քերուկինն է։ Եթե նա բիսեդկում վիսկի չխմեր, ժարգոնավատ չներ մեր եղբայրների կամ հայրենակիցների հետ, եթե նա Սերժե չհանդիպեր հենց դիրեկտ իր տունը, հենց դիրեկտ Վատիկան, Մալտա, ամարտ կասենք էսի մի սուրբ մարդ, պետք արեք մենք մեզ չխապենք, սուրբը միայն Հիսուս Քրիստոսն է։ Գրանե ջան, Աստված օրհնի ձեզ, շատ շնորհակալ եմ։ Ձեզ էլ օրհնի, բայց էլի հարցեր ունեմ, կարելի է։ Ուրեմն այստեղ նշել եք, որ Մալթայի ուխտի ասպետները թղթաբանորեն բժշկության եւ բարեգործության ոլորտում են գործունեություն ծավալում, բայց թե ինչպես է գոյանում նրանց բյուջեն, գաղտնի է պահվում։ Միջազգային մի շարք սկանդալային հրապարակումներ են եղել Մալթայի ուխտի վերաբերյալ, որ թաթախված են թմրադեղերի տարածման եւ փողերի լվացման մեջ։ Ես կխնդրեի նաեւ այս մասով էլի եթե ասելիք կա։ Դուք հետախույզ լրագրող եք, ճիշտ եմ հասկացել։ Հետաքննող լրագրող եմ։ Հետաքննող, հա։ Այո։ Հետաքննող լրագրող եք։ Արեք նոր դուք շատ լավ բան առաջարկեցիք։ Արեք այդ հարցադրումները դες դրեք, թող մեր հայրենակիցները, որ մենակ իմ կարծիքը չլինի, որտեղ իմ կարծիքը կարող է մի թեթև թերանա, կարող է ես իմ կարծիքն ու մեկը իմ կարծիքը չկիսի։ Ես կուզեմ, որ այս մի քանի պունկտը դնենք մեր հայրենակիցները քննարկեն։ Լավ, ինչ եղավ այդ գումարները։ Լավ, օքեյ, Սրբազան ջան, գնացել ես այնտեղ, ստացել ես մեդալը, բժշկական այդ միլիոնները, միլիարդ, ուր են, լավ, օքեյ, գևը, ասենք ասում է, ասես բան եղել, ասում են դե աբացուցի, լավ, ես ասում եմ, այդ նկարը կա, եղել է, այդ պատմությունը լրագրողները գտել են, եղել է, ուր են այդ գումարները, ինչի համար է ծախսվել։ Խնդրում եմ, թող նույն այդ հարցը տվեք Արշակին, ասեք Արշակ, որ գնացին մեդալը ստացար, պարոն Սրբազան, կամ չգիտեմ ոնց եք դիմում, Սրբազան ջան, ուր են այդ գումարները, կարող եք ցույց տալ։ Խնդրում եմ, դուք եք լրագրողը, գնացեք, ես թեման բացել եմ։ Մենք հետքերով անպայման կգնանք, շատ հետաքրքիր թեմայի մասին եք։ Խնդրում եմ, հարց տվեք, նույնը Սերժ Սարգսյանին, որ մեքենայից իջնում ասենց անմեղի դեմքով, ասեք, այս նկարը դուք չեք, դուք եք։ Մալտայի այս ինչ անձնավորության դուք եք։ Ինչի մարիկ մեր, այդ ինչին ես չեմ ստանում, այսքան գործ ենք անում, ինչի մեր Արտուր Ասատրյանը այսքան գործ անում Մալտայի ուխտի այդ ասպետի կամ որևէ մի մեր ֆիդային տղաները չստացան, հենց Սերժն ու Արշակը պետք է ստանային։ Դե Արտուր Ասատրյանն էլ օրինակ Հռոմի Պապի կողքը տեղ ուներ, Հռոմի Պապի աթոռներից մեկն էլ հասել էր Արտուր Ասատրյանին, չմոռանանք։ Բայց փորձեցին ընդեղ էլ հարամեն։ Փորձեցին հարամել։ Բայց գնացեք այդ հետքերով ինչ եք ուզում այս մարդուն հարամեք։ Այդ մարդը առողջ, այսքան տարի, այսքան հայրենակիցների համար այսքան բանն արել է, մենք տեսնում ենք, բայց Արշակը գնաց մեդալը ստացել, մենք չենք տեսնում։ Օրինակ Հռոմի Պապը ճանաչում էր Արտուր Ասատրյանին, բայց Փաշինյանին Թրամփը չէր ճանաչում, Փաշինյանը հիշեցնում էր, ասում էր, այդ ես եմ, Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Սերժը եւ նրա փեսեն եւ մնացած թափթփուկները չխանգարեին Արտուր Ասատրյանի տեսակին։ Այո, նա շատ մեծ գործեր ունենք անելու եւ անելու է, բայց ինչ կատարվեց։ Մարդու գլխին սարքեցին, ինչքան շինցու գործ կար լցեցին այդ մարդու անձնական այդ պատմության մեջ, բայց այսօր Արշակը համ վիդեոն ենք տենում, համ Յաշիկն է քշում, վարդապետարն ինքի ասում ով արեսի։ Հասկանում եք աբսուրդից ժանրներն ասրանք դասանք աբսուրդից ես ուղղակի գիտեք իմ անձը թույլ չի տալու այս ձև, երբ որ մարդը հասկանում է իրականությունը, լրջությունը, ու հետո ուզում ենք փորձենք մանրամասն այս տեսակ թափթփուկներին, ես ուղղակի ինձ հարգել գիտեմ կա միջան։ Արտուրը ասեց եւ արեց եւ տեսանելի է, որից մեկն էլ Ավստրիայի Հանրապետությունում է։ Այդպես դուք ասում եք Վատիկանը ճանաչեց, նա այո գործեր արեց։ Կա, որ հիմա ասենք Արտուր ջան այդ գործերը ցույց տու, նա կբերի, կասի Գայանե ջան, խնդրեմ։
Ես ծանոթ եմ մանրամասն։ Խնդրում եմ դա արեք, լուսաբանեք, բայց Արշակին նույն հարց տվեք, Արշակ այդ եկա մեդալը, 2 մեդալները գցել ես վիզա Սերժի։ Ինչի հանդեպ, ինչ ես արել, ուրա, ցույց տուր։ Այսա շատ կարևոր է, որ ժողովուրդը հասկանա Արտուրի տեսակ, հայ տեսակը եւ սրբապիղծ տեսակը Արշակի եւ մնացած թուրքահպատակների։ Դե կարծում եմ մենք արդեն ժամը եկել է, որ առանձնացնենք սրբապիղծներին, առանձնացնենք ազգային դիմագիծը փրկողներին, այո։ Ճանաչենք հայի գենի տեսակը։ Մարդը արել ասում է հեսա։ Իսկ անեմ կարացել։ Հիմա ես նույն հարցը տուն մեդալի դեմ ինչ ես ստացել։ Որն է մեդալի գինը, իրական գինը։ Այսա։ Սև ու սպիտակի։ Գևորգ ջան, Եվ Արտուրի պես տղեկը շինում են երկիրը եւ սրանց պես սրբապիղծները, քթերները քաշած քանդում են եւ պղծում են մեծ սրբությունը։ Սա է տարբերությունը։ Սա շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցները իմանան եւ իմ վերջի խոսքը 2 անգամ Աստվածաշունչը գրված է։ Մի վախեցեք, խոսեք, բարձրաձայնեք, մի վախեցեք։ որ բարձրաձայնեն, մարդիկ ասում են բարձրաձայնում ենք, բայց չենք կարողանում արդյունքի հասնել։ Խոսում ենք, կռվում ենք, ընդդիմանում ենք։ Դե շատերն են նաև այդ մասին մատնանշում իրենց օրինակ խոսքում, հրապարակային ելույթներում, որ այս տեմպերով կշարունակենք, ես նորից եմ ասում, սա դեռ սկիզբն է, նրանք Գրիգորյանին են տեսնում, բայց նրանք հետևի ուժը շուտով կհամտեսեն եւ կտեսնեն։ Ես խոստանում եմ դա։ Հայի գենը կա եւ լինելու է։ Գևորգ ջան, շնորհակալ եմ։ Քրիստոնեի ձևն է սա։ Շնորհակալ եմ։ Ես ոչ էլ թիմն է վախենում մեր հայի գենի։ Աստված օրհնի ես եմ ձեզ Ամեն։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար, շնորհակալ եմ հետաքրքիր դրվագներ ներկայացնելու համար։ Մենք դեռ առիթներ կունենանք ձեզ հետ նորից կապ հաստատելու, որովհետև մեր հետևորդները բավականին նշեմ, որ ակտիվ եւ բուրըն արձագանք գտավ ձեր նախորդ զրույցը մեր հետևորդների շրջանում, ձեզ ընկալեցին եւ ձեր խոսքին սպասում են, մենք դեռ էլի առիթներ կունենանք ձեզ հետ խոսելու եւ ներկայացնելու, թե ինչ է իրականում կատարվում մեր շուրջը։ Շնորհակալ եմ ձեզ։ Աստված օրհնի, շնորհակալ եմ։ Մնացեք խաղաղությամբ, հաջողություն։